Ալագյաց համայնքի ավականու նիստի 8 անդամներից մասնակցում են 6 ավականիներ, ինչպիսի առաջարկություն կա։ Սկսենք, թե չսկսենք։ Ձևակում են, բոլորը կողմ ձևակում, ընդունում ենք գիտություն և սկսում ենք մեր ավականու հերթական նիստը, որտեղ ամփոփված է 2 հարց, առաջին հարցը Արագածոտնի մարզի Ալագյաց համայնքի ավականու որոշման 0207-2024 թվականի նոմեր 39 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին է։ Սա առաջին հարցերից մեկն է, երկրորդ հարցը Ալագյացի համայնքի 2025 թվականի բյուջեի առաջին եռամկյակի կատարման ընթացքի մասին հաղորդում հաստատելու մասին է, երրորդն էլ են հարցեր, որը երկրորդ հարցն էլ ուրեմն այդ առողջության կենտրոնի հետ կապված։ Նիստը անցկացնելու համար ձայնը տանք մեր համայնքապետի տեղակալ Արտուր Գրիգորյանին, որը կանցկացնի։ Շնորհակալ եմ, պարոն Մախմուդով, հարգելի համայնքի ղեկավար, հարգելի ավականու անդամներ, հարգելի աշխատակազմ, ձեր քննարկման եք ներկայացնում հերթական ավականու նիստը, այս պահին կընթերցեմ օրակարգը, ինչպես պարոն Մախմուդովը ասեց, ղեկավարվելով տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի առաջին, 3-րդ և 6-րդ մասերով և հիմք ընդունելով Արագածոտնի մարզի Ալագյաց համայնքի ղեկավարի առաջարկությունը, Ալագյաց համայնքի ավականու քննարկմանը ներկայացնում հետևյալ օրակարգային հարցերը։ Օրակարգային հարցերն են. առաջին Արագածոտնի մարզի Ալագյաց համայնքի ավականու 207-2024 թվականի համար 39 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին և երկրորդ հարցը Արագածոտնի մարզի Ալագյաց համայնքի 2025 թվականի բյուջեի առաջին եռամսյակի կատարման ընթացքի մասին հաղորդումը հաստատելու մասին։ Առաջին հարցը ովքեր են կողմ օրակարգի հաստատմանը, 6 կողմ դեմ ձեռնպատ չկա, առաջին հարցը, ինչպես պարոն Մախմուդովը նշեց, վերաբերում է մեր առողջության կենտրոնի կառուցմանը, քանի որ համայնքը, ոչ թե մենակ մեր համայնքը, բոլոր համայնքը ունեն ինչպես տարեկան բյուջե, այնպես էլ միջնաժամկետ ծախսային ծրագիր, որը 5 տարի ժամկետով է այս ծրագիրը կազմվում։ Մենք մեր ավականու նիստով հիմա հավանության կտանք կամ չենք տային որոշմանը, որ մենք առողջության կենտրոնի երբ պետությունը կառուցի, դրանից հետո մենք այդ պահպանման ծախսերը վերցնելու ենք մեր վրա։ Այս մասով, պարոն Մախմուդով, ձեր թույլտվությամբ երկու հարցի զեկուցումն էլ վերապահում ենք աշխատակազմի քարտուղար Արամ Խուդարյանը։ Իանալի բան է լինելու ժողովուրդ ջան, ոչ թե ինչ-որ շատ լավ բան կլներ, առողջության կենտրոն ունենալը։ Շնորհակալ եմ, պարոն Մախմուդովը, հարգելի ավականու անդամներ, ինչպես պարոն Մախմուդովը արդեն նշեց, համայնքի ղեկավարի դրությունները և բանավոր և վերավոր դիմել ենք տարածքային կառավարման ներկայացուցիչ նախարարություն և բազմաթիվ կառույցներ, որպեսզի Ալագյաց համայնքում կառուցվի ինչ-որ ոչ հաստատություն, թե լինի դա փոքր, թե մեծ, ինչ-որ մի բան, որը որ օգտակար կլինի համայնքի բնակչության համար։ Եվ հիմա մենք, քանի որ մենք ունենք ամեն տարվա և տարեկան աշխատանքային պլան և ունենք տարեկան աշխատանքային պլանը, ամեն տարի մենք հաստատում ենք միջնաժամկետ ծախսերի ծրագիրը 3 տարվա համար և որպեսզի որ մենք կարողանանք այդ ծրագիրը իրագործել, պետք է փոփոխություն անենք և ծախսերը մենք ներառենք դրա մեջ։ Ուրեմն որոշման օրակարգային առաջին որոշումը Արագածոտնի մարզի Ալագյաց համայնքի ավականու 2024 թվականի հուլիսի 2-ի համար 39 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։ Հիմք ընդունելով նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 33-րդ հոդվածը Ալագյաց համայնքի հաստատման ավականու հաստատման ներկայացնում որոշման հետևյալ նախագծների։ Արագածոտնի մարզի Ալագյաց համայնքի ավականու 2024 թվականի հուլիսի 2-ի Ալագյաց համայնքի 2025-27 թվականի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին համար 39 որոշման մեջ կատարել փոփոխություն։
Որոշման հարված երեկում ավելացնելով բուժ ամբուլատորիայի պահպանման ծախսերը ըստ տարիների համաձայն հավելված։ Երկրորդ կետը ընդունել է գիտություն, որ Ալեգյաս համայնքում բուժ ամբուլատորիա կառուցելուց հետո համայնքը պարտավորվում է իր միջոցների հաշվին կատարել պահպանման ծախսերը։ Ովքեր են գողորը որոշման ընդունմանը 6 կողմ և ձեռնարկած չկա շնորհակալություն։ Որակալքային հաջող հարցը։ Շնորհակալ։ Ներես բանա, այդ գումարի տեղափոխման հարցը Հատարում, պարմող, գնողականի վաստատվածը բանի վարչականից ֆոնդային տեղափոխման հարցը այդ հարցը, իսկ բանի հետ կապված, արտաքին բարեկարգման հետ կապված Առայժմ դեր նախից հաստատված չի պարմող, հետո վերջանա նախից կհաստատված ուզում եմ ասում կարեք դաժ և լսեք իսուր այդ հարցը միանշանակ արդեն մրցույթ անցկացվել այդ ամենի մասով մտածել, որ ամենի չավականի ու Հենց որ հաստատ պատրաստ են պարմող, հաստատման կնորկայացնի Շնորհակալ, պարմող, որակական հաջող հարցը Արագածոտ Իմամզի Ալեգյաս համայնքի 2025 թվականի բյուջեի առաջին երամսյակի կատարման ընթացքի մասին հաղորդում ներկայացնելու մասին։ Ղեկավարվելով ՏԻՄ օրենքի 17 հոդվածի առաջին մասի 6-րդ կետի և բյուջետավորման համակարգի մասին օրենքի 35 հոդվածի պահանջներով Ալեգյաս համայնքի հաղորդման հաստատմանը ներկայացվող որոշման հետևյալ նախագիծը։ Ընդունել է գիտություն համայնքի ղեկավար 2025 թվականի բյուջեի առաջին երամսյակի կատարման վերաբերյալ հաղորդումը համաձայն հավելված։ Ձեր ուղղությամբ երկու բան նշել մեր կատարողականի վերաբերյալ, ուրեմն տարվա ընթացքում մենք ունեցել ենք վարչական և ֆոնդային մասերի ճշտված պլաններ, մենք վարչական մասով եկամտային մասով 271 միլիոն, այժմ կատարել ենք վարչական մասով 15 միլիոն։ Եվ ունենք ծախսային մասով մենք ունենք նախատեսված վարչական և ֆոնդային մասերով 306 միլիոն, այժմ կատարել ենք 66 միլիոն։ Այս գումարի մեջ նաև ներառվում անցյալ տարվա սուբվենցիոն ծրագրերով իրականացված աշխատանքները։ Իսկ բանի սուբվենցիոն ծրագրերով 2025 թվականի հետ կանգառների հարցը։ Մենք ուրեմն ունենք հաստատված կանգառների ծրագիրը, որը իրագործելու ենք 5 վարչական բնակավայրերով։ Երբ մոտավորապես հաջորդ շաբաթից կայտարենք մրցույթը պատրաստ։ Փաթեթը ամբողջությամբ պատրաստ է, ամեն ինչով հավաքական թույլտվությունը մրցույթը կայտարենք։ Շահ կազմակերպությունը կլինի։ Շատ կներեք մի բան, այդ 2026 թվականի սուբվենցիոն ծրագրերով, որ նաև Հանրապետության վարչապետի հետ այդ հարցը քննարկեցին, բանի Ռիաթազա գյուղի գազաֆիկացման հարցը, այդ որ թաղամասում է, Ալիկ։ Երկու թաղամաս է կիսազանացել։ Որ թաղամաս չէ, դեպի բանի հասի թաղամասը չի։ Չէ։ Դեպի ձեր թաղամասը որ գալիս է, այդ որ թաղամասից է գալիս։ Դեպի դերույթ անմոտ դիգա։ Դեպի դերույթ տունն է գնում, չէ գալիս է։ Գալիս է։ Մեկը գալիս է, մեկը գնում է։ Մեկը գնում է դեպի մարդ տաղմոտ։ Ամեկը գնում է մարդ։ Չէ։ Դա կիսատար։ Դրուբեկի հարցը, ես են ուրն ասեցի, գրիք ուղարկի։ Չէ, էլի այդ ճանապարհի Դրուբեկի մասին չի պարոն Մարաթես տանոթը հին ժամանակ ոնց չէր ընդունել որ կար, բայց ես 26-ին որ Գրոյան Ահմադ բան Հայրապետյան Ռուբիկ բան Արտաշոկի նրա բարեկարգում դրանք հարցերը ինչ որ թղթեր են գործել, ես այդ ժամանակին չընդունեցի գործը, կիսատ ամնացել, բայց կիսատ ամնացել, այդ գտերը ընգել էր, չէ դեպի շենքանի։ Դեպի շենքանի ձախ հատվածում է Ձախ հատված։ Չէ, բայց դեպի շենքանի, դեպի ընկաթի ցեխը գնացող, բան էր ընգել էր։ դեպի մեքենան Չէ, մեքենան։ Չէ, մեքենան նոր է խփել, մեքենան նոր է խփել, իսկ այն ժամանակ 2020
7 թվականին, նա 18 թվականին ընկել էր գիծը։ Կարճեցին, խտրեցին, որ իջալքով բանի Թիերի Իվանին բանով, կան մասով, որ իշնում էր, թապել էր էլի, որովհետև եկել են փոխանակ դնեն մի մետր կար մետրի դրել են 7 մետրի, 8 մետրի վրա ու պետք է թապի, բանի քամուց, մամուց թապել էր, ես սրանք մնացել է բաց։ Բարոքերում հաստատիկ են, ընդազգայի մասով է վերանորոգումը գնանք, թող Հիմա ես դրա համար եմ ասում, Արտուր ջան, պետք է ոչ թե թողնել եւ այլն, թողնել պետք է մնա ձեր կոնտրոլով հասկանալ ինչ անում, որովհետեւ մենք չենք կարա Ռիաթազարում մինչեւ ապի հասենց տուն գիստանից, միանշանակ այդ հատվածում պետք է լինի քո մերներ, չէ երևի մոտեցավ վարչապետին, ասեց եւ այլն, այս հատվածի համար պետք է միանշանակ 26 թվականի սուբվենցիոն ծրագրով ընդունվի ու հասկանա, բայց պետք է իմանալ ինչ անեք Արամ ջան, ուղղակի բանը ստե չի, պապակը ստե չի, որ այդ բնութագրով հասկանանք ինչ ենք անել, շատ լավ, դե հիմա քվեարկությունը Որոշ կողմ որոշման ընդունմանը, 6 կողմ դեմ ձեռնարկատու չկա, շնորհակալություն։